Երբևէ մտածել եք, թե ինչու են որոշ մարդիկ կուտակում բախտներ, ովքեր նույնիսկ չեն կարող ծախսել, իսկ մյուսները նույնիսկ լավ աշխատավարձերով ապրեք քամում մինչև հաջորդ վճարումը։ Այս տարբերությունը հաճախ կապ չունի հետախուզության, գիտական ֆոնի կամ ընտանեկան ծագման հետ։ Ես հանդիպել եմ մարդկանց առանց դիպլոմի, որը կառուցեց ֆինանսական եւ այլ կուլտուրական եւ փայլուն կայսրություններ, որոնք միշտ դժգոհում էին փողի պակասից։ Այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսել մի սկզբունք, որը կարող է շատ պարզ լինել ճշմարիտ լինելը, բայց ամբողջովին փոխում է բարգավաճումը։ Առաջին հայացքից տարօրինակ է թվում, բայց ես խնդրում եմ ձեզ հետևել մինչև վերջ, քանի որ այս գաղափարը կարող է փոխակերպել ձեր հարաբերությունները։ Գաղտնիքը այլևս չի խոսում, բայց ճիշտ ժամանակին փակելը, այն հակասական է թվում, այնպես չէ։ Ի վերջո մենք մեծանում ենք հավատալով, որ մենք պետք է պարտադրենք ինքներս մեզ, ցույց տալ մեր արժեքը, բացատրենք մեր գաղափարները։ Տարածություն ձեռք բերելու համար, ես ինքս եմ որպես երիտասարդ, այսպես գործեց։ Ընդհատված խոսակցություններ պնդում էին, որ անխռով, մտածելով, որ լռությունը կդարձնի ինձ թույլ կամ անտեսանելի, բայց ժամանակի ընթացքում ես գիտակցեցի մի հետաքրքրաշարժ բան։ Նրանք, ովքեր ավելի քիչ բաներ էին խոսում, ավարտվեցին լավագույն բիզնեսը փակելը եւ լավագույն հնարավորությունները օգտվելով, ես սկսեցի դիտարկել եւ հասկանալ, որ տիրապետող լռությունը տիրապետում է իրավիճակին։ Օրինակ, բանակցություններում նրանք, ովքեր լռում են, մյուս անձին ստիպում են ավելին բացահայտել, քան նախատեսված են, որքան ավելի շատ ինչ-որ մեկը խոսում է, այնքան ավելի են բացահայտում իրենց մտադրությունները, թույլ կողմերը կամ իրական կարիքները։ Քննարկումներում նրանք, ովքեր վերահսկում են իրենց եւ իրականացվում են հույզերով, ավելի շատ հեղինակություն են փոխանցում, քան գոռերը։ Կյանքում լռությունը թույլ է տալիս մեզ գրավել ոչ միայն խոսքեր, այլև նրանց հետևում վախեր, կասկածներ, թաքնված հնարավորություններ։ Գոյություն ունի հրե ասում, որ ասում է, եթե հովիտ բառը արծաթ է, լռությունը արժե ոսկի։ Երբ ես առաջին անգամ լսեցի դա, ես չհասկացա, ես կարծում էի, որ բառերը հզոր գործիքներ են։ Նրանց հետ մենք համոզում ենք, մենք ազդեցություն ունեցան, բայց ինչ կարող է առաջարկել լռությունը։ Փորձը ցույց տվեց ինձ, որ իմաստությունը հենց այնտեղ էր, որտեղ ես ամենակիչը սպասում էի։ Այսօր, երբ ես մտածում եմ հարստության մասին, գիտակցում եմ, որ ամենամեծ ակտիվները չեն կառուցվում նրանց կողմից, ովքեր ավելի շատ աղմուկ են բարձրացնում, բայց ովքեր են լսում, թե ինչպես են ճանաչում նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես են ճանաչում նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես են ճանաչում, թե ինչպես են ճանաչում, լռությունը դատարկ չէ։ Դա մի տեղ է, որտեղ ծնվում են լավագույն որոշումները, արտացոլեք, ձեր կյանքի ամենակարևոր ընտրությունը արվել է աղմուկի կամ հանգստության մեջ, երբ միտքը հանդարտվում է եւ գաղափարներն իրենց կազմակերպում են, հիշեք այն պահերը, երբ քաոսային օրվանից հետո նստում եք հանգիստ անկյունում, անջատեք շեղումները եւ հանկարծ ամեն ինչ իմաստ ունի, դեռևս այն է, որ մենք լսում ենք, թե ինչ է քշում աղմուկը։ Այնուամենայնիվ, քչերը կարող են լռության տակ կանգնել, շատերը վախենում են, որ եթե նրանք չեն խոսում, ապա դրանք անտեսվելու են, հնարավորությունները կկորցնեն կամ անապահով կլինեն, եւ հենց այս շտապողականությունն է լրացնել այն ուժերը, որոնք հանգեցնում են սխալների, ինչպես ֆինանսական, այնպես էլ անձնական։ Ամեն ոք, ով սովորում է զգալ հարմարավետ դադարներ, մյուս կողմից միշտ դուրս է գալիս առաջ։ Հիմա ես ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք հաջորդը, քանի որ մենք կքննարկենք, թե ինչպես է լռությունը կուտակվում, պահպանել եւ բազմապատկել փողը, ես կբացատրեմ, թե ինչու է հրեական ֆինանսական իմաստությունը միշտ կապված հարստությունը, ոչ թե բառերի քանակը, այլ լսելու ունակությամբ, եւ ես կկիսեմ իմ կյանքի դրվագները, որտեղ չխոսելու պարզ փաստը կամ չափազանց շատ խոսելու բոլոր տարբերությունը գրպանում էր։ Դադարեցրեք եւ մտածեք։ Դուք ավելի շատ կորցնում եք, քան մտածում եք, թե ինչու պետք է լսել։ Ի վերջո, փողը էներգիա է, եւ էներգիան ավելի լավ է հանգիստ, ջուրի նման բան կա։ Որքան քիչ ենք մենք իրարանցում, այնքան ավելի քիչ ենք կորցնում։ Ես խոստանում եմ, որ մինչև վերջ դուք կտեսնեք լռություն այլ աչքերով, ոչ թե որպես թուլություն, այլ որպես հզոր գործիք, միգուցե նա դռներ բացելու անհայտ կորած բանալին է, որոնք դուք նույնիսկ չգիտեիք։ Գոյություն ուներ։ Երբ մենք խոսում ենք հարստության մասին, շատերը մտածում են թվերի մասին։ Բանկային մնացորդներ, անշարժ գույք, ավտոմեքենաներ կամ բիզնես, բայց եթե մենք խորանանք, կտեսնենք, որ ճշմարիտ առատությունը մտքում է սկսվում, եւ դա այն վայրում է, որտեղ լռությունը առանցքային դեր է խաղում։ Ես ձեզ կասեմ որոշ պատմություններ, որոնք ինձ սովորեցնում էին, որ իմանալով, թե ինչպես լսել եւ փակել, ավելի արժեքավոր մետաղ է, քան թվում է։ Առաջին դասը եկավ բանակցություններից, երբ ես ավելի քան 20 տարի անց էի, մենք հանդիպման մեջ էինք ազդեցիկ մարդու հետ, ով կարող էր լծել մեր նախագիծը, տպավորվելու համար իմ անհանգստության մեջ ես ասել եմ non-stop։ Մանրամասների մանրամասներ, խոստումնալից արդյունքներ, արդարացնելով յուրաքանչյուր կետի, նա լռության մեջ լսեց, մինչև մի պահ նա հենվեց առաջ եւ ասաց.
Երկրորդ պատմությունը գալիս էր հին հրեական վաճառականից, նա մի անգամ ինձ հարցրեց. Գիտեք, թե ինչպես կարելի է շուկայում հարուստ մարդուն ճանաչել, ես կարծում էի, որ դա նախատեսված է հագուստի կամ թանկարժեք ապրանքների համար, բայց նա ժպտաց և պատասխանեց. Այդ ժամանակից ի վեր ես ավելի շատ գնահատեցի հանգստության պահերը, երբ մենք կանգ ենք առնում լսել և դիտարկել, մենք տեսնում ենք մանրամասներ։ Երբ կինը ուռճացված է, երբ ինչ-որ մեկը բլեֆ է անում, երբ բառերը չեն համապատասխանում մտադրություններին։ Երրորդ դասը եկավ թանկարժեք սխալից, կարևոր բանակցություններում պայմանները բարենպաստ էին, բայց որոշ չափով իմ զրուցակիցը դադար տվեց, լռությունը ստիպեց ինձ անհանգստացնել և լրացնել, ես սկսեցի զեղչեր առաջարկել, հանգստացնել ժամկետները և կատարել ավելորդ զիջումներ, եթե ես ինձ հանգիստ լինեի, գործարքը փակվելու էր բնօրինակ պայմաններով շատ ավելի ձեռնտու ինձ համար, այդ փորձը ինձ սովորեցրեց, որ հաճախ հանգիստ և չթողնելով խոսակցական շտապումը ավելին, քան համոզիչ հմտություններ։ Ինչու է լռությունն այդքան հզոր, քանի որ այն արտացոլման համար տեղ է ստեղծում, պաշտպանում է իմպուլսիվ որոշումները։ Ներկայացնում ենք պահի ջերմության մեջ։ Իմպուլսային գնումներ, պայմանագրեր, որոնք ստորագրվել են հնարավորությունը կորցնելու վախի համար, ճնշման տակ ստանձնած պարտքերը, քանի անգամ ենք մենք գործում այսպես, այնպես, որ կարծես երկմտում չենք, պատկերացրեք այլ կեցվածք հիմա։ Ինչ-որ մեկը փորձում է շտապել ձեզ, բաժանորդագրվեք հիմա, դա հենց այսօր է, և դուք պատասխանում եք հանգիստ, ես կմտածեմ և կտամ պատասխանը վաղը, այս պահին վերականգնում եք վերահսկողությունը, այլևս պատանդ չէ հանգամանքներին և թելադրում նրանց։ Հրեական իմաստությունը միշտ գիտեր դա, վաղ տարիքից մենք սովորում ենք, որ բառերը քաշ ունեն, բայց լռությունը արժեք ունի, և այս հավասարակշռության մեջ է, որ այն կառուցված է ոչ միայն բախտը, այլև մտքի խաղաղությունը։ Քանի որ հարստությունը միայն այն չէ, ինչ ունեք, բայց ինչպես եք մտածում, գործեք և վերևից լսեք։ Մի հին ասացվածք կա, որը կրկնվում է որպես մանտրա։ Երկու ականջ բերան, սա պատահական չէ, դա նշանակում է, որ մենք պետք է երկու անգամ ավելի շատ լսենք, որքան ասենք, և այս համամասնությունը պատահական չէ։ Դա ռազմավարական է, հարուստ մարդը չէ, ով ավելի շատ է խոսում, բայց նա, ով լսում է, թե ինչ են անտեսում ուրիշները։ Երբ լսում ես, տեսնում ես բառերից այն կողմ, այն գիտակցում է թաքնված դրդապատճառները, մյուսի իրական կարիքները, այն խախտումները, որոնք ոչ ոք չի նշում, և ահա որ առավելությունն է, դուք առաջարկում եք հենց այն, ինչ մյուս կարիքները, առանց հարցնելու։ Հիմա պատկերացրեք հակառակը։ Ով չի խոսում, ոչ մի բան չի լսում, և նրանք, ովքեր չեն լսում, կորցնում են առավել արժեքավոր, այն տեղեկատվությունը, որը կարող է փոխակերպել բանակցություններ, ներդրում կամ նույնիսկ ողջ կյանքի ընթացքում։ Ինչպես լռությունը վերածել հարստության գործիքի։ Ես գնում եմ ձեզ հետ մփարթլեյդ գործնական քայլեր, փորձարկված բանակցությունների և դժվար որոշումների վրա։ 1. Դոմինեք ընդմիջումները։ Խոսակցության մեջ, երբ ավարտում ես խոսակցությունն ու լռությունը սահմանում, մի վազիր այն լրացնելու համար, թող առաջին հերթին թող մյուսը կոտրվի, այս անվավեր է, որ մարդիկ բացահայտում են այն, ինչ իրականում մտածում են կամ ինչ են փորձել թաքցնել։ 2. Լսեք նաև այն, ինչ չի ասվում։ Բառերը ստում են։ Լռությունները ոչ, վարանիտացիա, հոգոց, չափազանց երկար ընդմիջում։ Այս ամենը լեզու է, երբեմն այն, ինչ չի ասվել, ավելի կարևոր է, քան արտահայտվելը։ 3. Ժամանակ առ ժամանակ տրամադրեք։ Նախքան մեծ գնումը, ստորագրությունը կամ ներդրումը, քունը թեմայի շուրջ, գիշերային ժամերին հրատապ թվացողը կարող է սխալ լինել առավոտյան, շտապեք բախտի թշնամին։ 4. Նշեք լռության մեջ։ Հանդիպմանը, բանակցային կամ նույնիսկ ընթրիքի ժամանակ ուշադրություն դարձրեք այն, ինչ տեղի է ունենում, երբ ոչ ոք չի խոսում, ով է նյարդայնանում, ով է խուսափում աչքի շփումից, ով է փորձում տիրապետել ուշադրությանը, այս նշանները լուսարձակներ են, որոնք ուղեկցում են խելացի որոշումներ։ 5. Վերահսկեք ձեր հույզերը։ Փողերը հավանում են հանգիստ, նրանք, ովքեր գոռում են, արդարացնում կամ հուսահատվում են էներգիան և դրանով բանակցությունների ուժը, ով մնում է լռության մեջ, պահպանում է ուժը, նա, ով շատ է խոսում, հաճախ փորձում է ինքն իրեն համոզել։ Ես դա չեմ ասում որպես տեսություն, ես խոսում եմ այնպես, ինչպես ով է փողը կորցրել հապճեպ խոսքերով և լռության շնորհիվ վերականգնել բախտը, այսօր ես կարող եմ հաստատ ասել։ Լռությունը նրա ամենաարժեքավոր կապիտալն է, արժե ավելին, քան էժան խոստումները և կրակոտ ելույթները, լռությունը ժամանակին վստահելու արվեստ է, քանի որ ամեն ինչ գալիս է, թե ով գիտի ինչպես սպասել և լսել։ Մենք սկսեցինք մի պարզ, բայց խորքային հարցով։
Ինչու են որոշ մարդիկ հարստացնում մյուսները, նույնիսկ նույնքան աշխատում են նույն տեղում, եւ այսպես մենք գտնում ենք, որ պատասխանը ոչ միայն տաղանդի մեջ է, ոչ գիտելիքում, ոչ էլ բախտի մեջ, հարստությունը գալիս է նրանց, ովքեր զարգացնում են ներքին հանգստություն։ Դադարեցրեք եւ մտածեք։ Քանի որոշում եք կայացրել հույզերի շոքին, քանի անգամ եք պատասխանում շատ արագ, վախենալով առիթից պակասելուց, քանի անգամ եք գումար ծախսել հենց այն պատճառով, որ չկարողացաք սպասել, հիմա պատկերացրեք, եթե փոխարենը ձեզ լռության պահ տվեցիք։ Եթե դա չարձագանքեց յուրաքանչյուր սադրանքի, եթե չլիներ մորթուց հետո, եթե չես վախեցիր ընդմիջման դատարկությունից, այս պահին դուք դառնում եք իրավիճակի տերը, գոյություն ունի տեսնել, թե ինչ են տեսնում ուրիշները, հրեական իմաստությունը սովորեցնում է, ով շատ է խոսում, նեղվում է, գուցե լսեք, գնեք լավագույն գինը եւ վաճառեք շահույթով։ Ես այս հարյուրավոր անգամ տեսա ամբողջ կյանքի ընթացքում, կանոնն այն է, ով է փակվում։ Ով աղմուկ է առաջացնում, պարտվում է, քանի որ աղմուկը վատնում է էներգիայի կենտրոնացման հնարավորությունների համար, հակառակությունը ի հակադրությամբ կուտակվում է, ով գոռում է ծախսում։ Ով է մնում սերեն, ուժ է պահում։ Երբ մարդ ապրում է իրեն խթանելով, իրեն բարերով սպառելով իր ուժը, բայց երբ այն հանգիստ է, կենտրոնացած եւ լուռ, կուտակում է, ահա թե ինչու լռությունը հանգեցնում է փողի, այն բերում է հստակություն, ճիշտ որոշումներ եւ հնարավորություններ տեսնելու հնարավորություն, որտեղ ուրիշները միայն աղմուկ են տեսնում։ Ինչ կարող եք դիմել այսօր։ Հիշեք, դուք ունեք 2 ականջ եւ 1 բերան, լսեք 2 անգամ ձեր ասածը։ Երբեք մի կարևոր որոշումներ կայացրեք խռովության մեջտեղում, ինքներդ ձեզ դադար տվեք, նույնիսկ եթե բոլորն ասում են, որ դա հրատապ է։ Բանակցություններում օգտագործեք լռություն որպես զենք, թող ուրիշները անհանգստանան ընդմիջումներին։ Դուք դրանք կվերացեք։ Վայելեք հանգստության պահերը, նրանց մեջ է, որ ամենաաղմկոտ գաղափարներն ու առավել եկամտաբեր բիզնեսը ծնվում են։ Իմ վերջնական խորհուրդը, ընկերներ։ Հարստությունը հաշվի մեջ չէ միայն թվեր, դա ինքնուրույն ներդաշնակ ապրելու ունակություն է, տեսնել ակնհայտից այն կողմ եւ պարզել, որ ճնշման տակ չէ, լռությունը թուլություն չէ։ Դա հսկայական ուժ է, դա հիմք է, որի վրա ստեղծվում է իմաստություն, առողջություն, հաջողություն, բայց փող։ Հիշեք, Դայն Այրոնը սիրում է կարգը եւ կարգը ծնվում է լռությամբ, եթե այս բառերը ռեզոնանս են ձեզ հետ, մի կանգ առեք այստեղ, հետևեք այս ալիքին ավելի շատ պատկերացումներ հրեական ֆինանսական իմաստության, իրական պատմությունների եւ գործնական ռազմավարությունների համար, հավանել, մեկնաբանել եւ կիսվել։ Ձեր հետադարձ կապը ինձ ոգեշնչում է, որպեսզի շարունակեմ բաժանել իմ իմացածը։ Եվ ամենից առաջ երբեք մի մոռացեք։ Երբեմն ամենախելացի խոսքը լռություն է, եւ հնարավոր է, որ հենց այն լինի, որ ձեզ կբերի ձեզ արժանի հարստության։